չկա համակարգի պահպանման պատասխանատու։ Խոսքը բիզնեսի ներքին կառավարման համակարգի մասին է։ Հենց նույն գիտելիքների բազայի օրինակով ասեմ, հա, եթե դուք մի անգամ սարքեք այդ բազան ու դրան այլևս չանդրադառնաք, մի ամիս հետո կամ մի քանի ամիս հետո այդ բազան ուղղակի կդառնա անպիտան, որովհետև ինֆորմացիան փոխվում է, որովհետև անդադար դա պետք է թարմացնել, եթե չթարմացնեք, այդ ինֆորմացիան կդառնա անպիտան, մարդիկ 1-2 անգամ այդտեղից սխալ ինֆորմացիա կվերցնեն, կհիասթափվեն այդ գործիքից ու կանցնեն իրենց հին մեթոդներին։ Ինչը պետք դրա համար անել։ Դրա համար պիտի այդ գիտելիքների բազան ունենա պատասխանատու, ով որ պարբերաբար ու կախված նրանից թե ինչ արագությամբ ինֆորմացիան փոխվում ձեզ մոտ, հա, միգուցե շաբաթը մեկ, միգուցե ամիսը մեկ, միգուցե եռամսեկը մեկ, պիտի թարմացնի գիտելիքների բազայի ինֆորմացիան։ Հիմա եթե չկա այդ մարդը, տեսեք այն հին տրանզակցիոն ծախսերին մի հատ էլ գումարվում է այն ծախսը, որ դուք արել եք գիտելիքների բազան սարքելու համար։ Այսինքն դուք մի հատ ծախս եք, ժամանակ եք ծախսել գիտելիքների բազա սարքելու վրա, մի ամիս օգտագործվել է, մարդիկ հասուցավորել են, թե ինչպես դա պիտի օգտագործեն, մեկ էլ ինչ-որ ժամանակ հետո հասկանում են, որ դա արդեն անիմաստ է, հետ են գալիս իրենց հին խնդիրներին, իրենց հին աշխատելավեճին։ Իհարկե, այստեղ հիմա կասեք, բայց չէ՞ որ գիտելիքների բազա պահպանելը, թարմացնելը նույնպես տրանզակցիոն ծախս է։ Այո, նույնպես տրանզակցիոն ծախս է, բայց փորձը ցույց է տալիս, որ դա մի քանի անգամ ավելի փոքր ծախս է, քան այն ծախսը, որը մենք խնայում ենք այդ բազան սարքելով։ Էլ չեմ ասում, որ այստեղ մյուս տրանզակցիոն ծախսի դեպքն է, էլ չեմ ասում, որ սխալ ինֆորմացիայի օգտագործման դեպքում ինչ խնդիրներ կարող առաջանան, որոնք կբերեն էլ ավելի մեծ տրանզակցիոն ծախսերի։ Օրինակ, դուք օգտագործեք հին, շատ պարզ օրինակ, հա, որ հաստատ բոլորիդ հետ եղել է։ Օգտագործեք հին բանկային ինֆորմացիա ձեր ռեկվիզիտների մեջ, այսինքն աշխատակիցը վերցնի հին բանկային ինֆորմացիան, ինչ որ հին փաստաթղթից, հա, ուղարկի գործընկերոջը փոխանցում անելու համար, այդ գործընկերը փոխանցի, այդ փողը չնստի, մի քանի օր հետո նորից զանգեք, ասեք փողը չեք փոխանցել, այդ մարդը ասի, բայց ես փոխանցել եմ, հետո ստուգեք գաք հասնեք նրան, որ հա փողը փոխանցել էր, բայց չէր նստել, հետ էլ գնացել գումարը, նորից փոխանցի, նորից ստուգեք եւ այլն, հա։ Մի հատ փոքր խնդրի պատճառով, որ ընդհանրապես բանկային ռեկվիզիտները վերցվել են հին փաստաթղթից կամ ժամանակին չեն թարմացվել ձեր մոտ։ Դրա վրա ծախսած ժամանակ ու բանկային փաստաթղթերը, բանկային ռեկվիզիտները թարմացնելու վրա ծախսած ժամանակ իհարկե համադրելի չեն։ Եթե ավելի լայնացնենք այս համակարգի պահպանման պատասխանատուի հարցը, այստեղ խոսքը բնականաբար ոչ միայն գիտելիքների բազայի պահպանումն է, այլ ընդհանրապես ներքին կառավարման համակարգ։ Դա նշանակում է ներքին կանոնակարգերի անընդհատ թարմացումը, դա նշանակում է ներքին process-ների անընդհատ բարելավումը, դա նշանակում է ներքին աշխատանքային ծրագրերի, եթե ինչ-որ ծրագրեր ունեք, որ ձեր աշխատանքի ընթացքում եք գործում, թե այդ ծրագրերի պահպանումը, այդ ծրագրերի անընդհատ թարմացումը, բարելավումը, կատարելագործումը խնամք է պետք, հա, նման բաներին, գործիքներին, ծրագրերին, ինֆորմացիային անընդհատ խնամք է պետք։ Եթե դրա համար չկա պատասխանատու, անընդհատ ինչ որ բան sense չնախատեսված, ինչ որ էքստրաորդինար խնդիրներ են առաջանում, որոնց առաջանալու հավանականությունը մինչ այդ համարում եք, որ շատ փոքր է։ Так, ինչպես պետք է լուծել այս խնդիրը։ Այստեղ պարզ է, հա, պետք է դրա համար նշանակել պատասխանատու։ Բնականաբար այդ պատասխանատուն, եթե ամբողջ համակարգի համար է պատասխանատու, բավականին ժամանակ պիտի ծախսի դրա վրա։ Բայց էլ եմ ասում, այն ժամանակը, որ մարդը կծախսի այս համակարգը պահելու վրա, մի քանի անգամ ավելի փոքր է, քան այն ժամանակը, որ ինքը կխնայի մնացած թիմի համար։ Այստեղ նաև կան այլ օգուտներ, sense երկրորդային օգուտներ, այսպես ասած, դա այն է, որ երբ որ կա համակարգի պահպանման պատասխանատու, այսինքն մարդ կա, ով հետևում է, որ կարգերը պահվեն, հա, որ ամեն ինչ կանոնակարգված լինի, որ այն process-ները, այն աշխատանքը, որ մինչ այժմ կանոնակարգված չէր, կամաց կանոնակարգվի, ընկերության ընդհանուր
աշխատանքային մշակույթն էլ է փոխվում։ Մարդիկ գնալով սկսում են ավելի շատ բան անել, հա, հետևել կարգերին, ավելի շատ պահանջել, որ իրենց աշխատանքը կամակերպվի։ Մի խոսքով, ընկերության մշակույթը նույնպես դրա արդյունքում փոխվում է, ինչը բերում է նաև ընդհանուր առմամբ, հա, ընկերության աշխատանքի որակի բարելավմանը։ Գնանք առաջ։ Մյուս խնդիրը պրոցեսները չունեն պատասխանատուներ, էլի հերթով ներկայացնում, հա, խնդրելիությունը ինչ է առաջանում եւ այլն։ Նայեք, մենք այնտեղ խոսեցինք կանոնակարգերի, գիտելիքների բազայի եւ այլն, որոնք որ պետք է ունեն պատասխան։ Պրոցես ասելով մենք նկատի ունենք ընկերությունում են քայլերի հաջորդականությունը, որոնք որ պետք է արվեն որոշակի արդյունք ստանալու համար ու որոնք որ կարելի է պարբերաբար կրկնել նույն արդյունքը ստանալու համար։ Մենք բոլորս մեր բիզնեսում ունենք բազմաթիվ պրոցեսներ, որոնք ստանդարտ են ու որոնք որ բավականին բարդ են։ Էլի երկու օրինակ բերեմ, հա, մեկը արտադրության ոլորտից, մեկը ծառայությունների ոլորտից։ Արտադրության ոլորտից, օրինակ մենք ենթադրենք պատվերով ինչ-որ բան ենք արտադրում եւ առաքում ենք մինչեւ գործընկեր, հա, մինչեւ հաճախորդ։ Ինչ պրոցես է դա ենթադրում։ Դա ենթադրում է, որ մենք սկզբում պիտի պատվեր ընդունենք, հետո այդ ընդունված պատվերը տանք արտադրության պատվեր, արտադրությունը ավարտի հանձնի պահեստին, պահեստը կազմակերպի առաքումը, հաշվապահությունը կազմակերպի այդ վաճառքի դիմաց վճարումը։ Սա պրոցես է, բավականին երկար պրոցես է, որի մեջ մասնակցում են բազմաթիվ ֆունկցիաներ կամ բազմաթիվ աշխատակիցներ, հա։ Ու այս պրոցեսի ընթացքում, եթե այս պրոցեսով դուք անցնում եք, ձեր բիզնեսում այս պրոցեսը կա կամ երբևէ աշխատել եք ինչ-որտեղ, որտեղ այս պրոցեսը կա, հաստատ կհիշեք դեպքեր, որ պրոցեսը ինչ-որտեղ կտրվում է, կանգնում է ու դժվար է հասկանալ, թե իրականում ով էր մեղավոր, որ այդ պրոցեսը կանգնեց։ Օրինակ, հաճախորդից եկած պատվերը ինչ-որ պատճառով չի փոխանցվել արտադրության պատվեր, հա, արտադրությանը չի փոխանցել, որ պիտի սկսեն արտադրել։ Կամ արտադրվել գնացել է պահեստ, բայց պահեստի ինֆորմացիա չի ստացել, թե հետ որ հաճախորդին կամ երբ պետք է փոխանցվի, առաքվի։ Կամ հաշվապահության ինֆորմացիա չի ստացել, որ պետք է հաշիվ դուրս գրի փոխանցումը անելու համար։ Կամ այս կետերում ինչ-որ ինֆորմացիա խեղաթյուրվել է, հա, ինչ-որ ինֆորմացիա սխալ է հասել։ Ու դրա պատճառով մեր մի աշխատանքը դառնում է 1-ը 2 է դառնում, հա, վատ իմաստով, այսինքն օրինակ սխալ ապրանք է առաքվել, սխալ քանակով է առաքվել, պիտի առաքիչը հետ գա նորից գնի, կամ սխալ հաշիվ է դուրս գրվել, պետք է չհարկել նորից դուրս գրել, կամ արտադրությունը ժամանակին չի սկսել, հիմա պիտի հաճախորդից ներողություն խնդրենք, պայմանավորվենք նոր ժամկետի համար, հա, ու սենց տարբեր տրանզակցիոն ծախսեր են առաջանում։ Այս պրոցեսների ընթացքում խնդիրների լուծման համար մեկ բանը, համար մեկ քայլը, որ պետք է անել, դա պրոցեսի համար պատասխանատու նշանակելն է։ Այսինքն, եթե դուք ընկերությունում ունեք որևէ պրոցես, ինչ-որ քայլերի հաջորդականություն, որի վերջում արդյունք ստացվի, այդ պրոցեսը պիտի ունենա պատասխանատու։ Անկախ նրանից, որ եսիմ ներկայացրած պրոցեսում մասնակցում էր վաճառքի բաժինը, արտադրության բաժինը, առաքման բաժինը, պահեստը եւ հաշվապահությունը, պիտի լինի մի հոգի, ով որ այս պրոցեսի ընթացքի համար պատասխան կլինի։ Այսինքն մի հոգի, ով ինչ-որ պահի պիտի բան անի, հա, գնա ասի մի րոպե, ախր ես պատվեր էի դրել, պատվերս դեռ չի հասել, ժամկետն անցել, ուր է իմ պատվերը, ում մոտ է մնացել։ Սենց բան եմ ասում, հա, սենց չոր կոպիտ տնավարի ձևով եմ ասում, իհարկե դա ավելի ավտոմատացված ու ավելի բան, հա, համակարգված ձևով կարելի անել, բայց մի հոգի պիտի լինի, որ անընդհատ բոլոր բաժիններում բան անի, push անի, գործը առաջ տա, որ մեր ապրանքը արդյունքում հասնի հաճախորդին, հաճախորդն էլ գումարը վճարի։ Իհարկե, եթե պրոցեսները հստակ կանոնակարգված են, պրոցեսները նախագծված են եւ այլն, նման խնդիրները շատ ավելի քիչ են լինում, բայց դա փորձը ցույց է տալիս, որ բոլոր բիզնեսներում էլ, նույնիսկ ամենահամակարգված բիզնեսներում պրոցեսները հաճախ ունենում են բացառություններ, չնախատեսված դեպքեր ու նույնիսկ
Եթե բացառությունները չլինեն, պրոցեսներ, որտեղ որ մարդիկ են աշխատում, որտեղ որ մարդկանց հետ գործ ունենք, շատ հաճախ այդ պրոցեսները ինչ-որ տեղում կտրվում են։ Դրա համար ցանկացած պրոցես պիտի ունենա պատասխանատու, ու այդ պատասխանատուն պիտի հետևի, որ պրոցեսը հասնի իր վերջին ու ստանա իր արդյունքը։ Այդ պատասխանատուն նշանակելով պրոցեսի ընթացքում լիքը ավելորդ տրանզակցիոն ծախսերից դուք բան կանեք, հա, կազատվեք։ Սա արտադրության ոլորտում օրինակ, հիմա մի հատ էլ ծառայությունների ոլորտում օրինակ ասեմ, եկեք էլի վերցնենք ինչ որ ծառայության մատուցում որևէ հաճախորդի, հա։ Ըստ էության բանը նույնն է, պրոցեսը նույնն է, բայց օրինակով նայենք։ Ենթադրենք մենք մեր օրինակով բերեմ, խորհրդատվական ծառայություն ենք մատուցում, ստանում ենք հայտ որևէ հաճախորդից, կազմակերպում ենք նրա հետ հանդիպում, ներկայացնում ենք մեր առաջարկը, թե ինչ կարող ենք իր համար անել, հետո իրենից ստանում ենք հաստատում, որ մեր ծառայությունը ուզում է, կազմակերպում ենք ծառայությունը, մատուցում ենք եւ վերջում ստանում ենք դրա համար վճարումը, հա։ Այս պրոցեսը էլի պիտի ունենա պատասխանատու, որովհետեւ ստեղ էլ ծառայությունների մեջ է, իմիջիայլոց ծառայությունների մեջ ավելի հաճախ է այս խնդիրը առաջանում, որովհետեւ ծառայությունները բան չեն, հա, շոշափելի չեն ու եթե ապրանքի դեպքում օրինակ պահեստում դրված ապրանքը կարող է աչքի զարնել ու ասեն ասում ապրանքներ մնաց չեն կառակել, ծառայությունների դեպքում դա չի լինում, հա, ծառայությունների դեպքում ուղղակի ինչ որ պահից պրոցեսի կտրվելը ավելի հավանական է։ Օրինակ առաջարկ ենք ուղարկել հաճախորդին ու մոռացել ենք ժամանակին նրան նորից զանգել կամ գրել ու հասկանալ, թե ինչ որոշեց, ու այդտեղ պրոցես է կարող կտրվել ու պոտենցիալ հաճախորդին մենք ուղղակի կորցնենք, հա, ինչ տրանզակցիոն ծախսի մասն է խոսքը, ուղղակի հաճախորդին կարող կորցնենք։ Կամ ինֆորմացիան այդ պրոցեսում ամբողջովին չգրանցենք, որի պատճառով, չգիտեմ, մի շաբաթ հետո բանը պրոցեսը թարմացնելու եւ առաջ տալու համար ստիպված ենք նորից գնալ հաճախորդին կամ մեր թիմակիցներին հարցնել, թե այս հաճախորդի հետ ինչ ենք խոսացել, ինչ ենք պայմանավորվել, ինչ պիտի անենք հաջորդ քայլը։ Այ եթե պրոցեսը ունենում է պատասխանատու, այս հարցերը էլի շատ դեպքերում լուծվում են։ Իհարկե այդ պրոցեսի պատասխանատուն պիտի տա նաև գործիքակազմ, որ ինքը կարողանա պրոցեսը վերահսկել։ Օրինակ նույն վաճառքի բաժնի համար շատ լավ գործիք է CRM-ը։ CRM-ը, որտեղ որ գրանցվում են բոլոր պոտենցիալ հաճախորդները եւ այդ պոտենցիալ հաճախորդների վարման ամբողջ ընթացքը գրանցվում է CRM-ում մինչեւ հաճախորդ դառնալը։